Բարի օր իմ շատ սիրելի հետևորդներ ջան, բաժանորդներ ջան, թող օրը լինի միայն դրական եւ ուրախ պահերով։ Սիրելիներս, այսօր սկսում ենք նոր տեսանյութ, դրեք մի բաժակ սուրճ կամ մի բաժակ թեյ, վայելենք իմ տեսահոլովակի հետ միասին։ Իսկ հիմա սիրելիներս, թողնոից ինձ համար կպատրաստի թարմը աղացած սուրճ, որը ես շատ սիրում եմ, թարմը սուրճի համն ու հոտը, հարգելիներս, շատ եմ սիրում։ Ահա պատրաստ է սուրճը և մեր թխվածքաբլիթները։ Խնդրեմ։ Սիրելիներս, ես հյուր եմ եկել իմ դստեր տուն, մի անհանգստացեք, ամեն ինչ կարգին է, շնորհակալություն տիկին Ամալիա ջան, գրել է ինչ է պատահել Մարինե ջան, ոչինչ չի պատահել, առողջ եմ, ամեն ինչ կարգին է, դուք ոնց եք, ես էլ ձեզ համար եմ անհանգիստ, ուղղակի չկարողացա տեսանյութ տեղադրել, որովհետև հյուր էի եկել, խոսեցինք, ասեցինք, դուրս եկանք, ման եկանք, սիրելիներս, չհասցրեցի տեղադրել, այսօր կտեղադրեմ, այսօր կպատրաստի իմ դստեր մեծ աղջիկը, Գայանես, թխվածքաբլիթ Մադլեն, խնդրեմ սիրելիներս, տեսնում եք, դրել եմ 1 գավաթ սուրճ, ես կվայելեմ այս թխվածքաբլիթը 1 գավաթ սուրճով, հարգելիներս, և ձեզ ցույց կտամ, թե ինչպես է պատրաստում, միասին կվայելենք։ Սիրելիներս, սիրով ներկայացնում եմ ձեզ, թե ինչպես է Գայանես պատրաստում մեծ թոռնոյիս Մարտլեն թխվածքաբլիթները, վերցրել է 4-ը ձու, 2-ը կոտրեց, սա 3, սա էլ 4, 4-ը ձվի վրա ավելացնում է 150 գրամ շաքարավազ, միքսերով լավ հարում է, դուք կարող եք ձեռքի հարիչով հարել, հարելուց հետո 200 գրամ ալյուրի վրա ավելացնում է, մաղած ալյուրի վրա ավելացնում է փխրեցուցիչ 1 տուփ, խառնում է, լավ խառնում է և ավելացնում խմորին, նորից հարում է հարիչով, բաղադրիչները ես կտեղադրեմ, թե ինչ է հարկավոր, ավելացնում է 80-ից 100 գրամ հալած կարագ, նորից հարում է հարիչով, միքսերով, բաժանում է խմորը 2 մասի, մեկը սպիտակ է թողում, մյուսը ավելացնում է մի կես ճաշի գդալ կակաո, միքսերով լավ հարում է կակաոն, վերցրել է սիլիկոնից ֆորմաներ, առանց բուսայուղ քսելու, մեջը լցնում է գդալով խմորը, հարգելիներս, նորեկներին եմ խնդրում, որպեսզի բաժանորդագրվեն, սխմեն զանգակկոճակը, տարածեն, որ էլ ավելի գեղեցիկ տեսահոլովակներ, համեղ գեղեցիկ տեսահոլովակներ տեսնենք, խնդրեմ, մի գդալ լցնում է կարեճնվի, մի գդալ լցնում է սպիտակ խմոր, իմ շատ սիրելի բաժանորդներ, հարազատներս, ձեզանից անչափ շնորհակալ եմ, ձեր բարի, ջերմ, քաղցր գրառումների համար, անչափ, Աստված ձեզ շատ օրհնի, այդպես լցնում է հերթով բոլորի մեջ, խնդրեմ, շատ շնորհալի է, սիրում եք արել, նկարել, թխել, աղցաններ պատրաստել, ահա, տեսնում եք, դնում է ջեռոցը եփվելու արդեն հանեց ջեռոցից, տեսեք ինչքան գեղեցիկ, ակուրատնի, կոկիկ ստացվեց թխվածքաբլիթները, սա էլ մի քիչ կարեճնվի խմոր լցրեց, մի քիչ էլ սպիտակ, խնդրեմ, սիրով պատրաստում է, շատ լավ ստացվեց, գեղեցիկ, փափուկ, համեղ, գոգնոցը հայկական կապել է աղջիկս, սիրում է գոգնոցով աշխատել խոհանոցում, որի համար ես շատ ուրախ եմ, սիրում եմ, որ խոհանոցում գոգնոց են կապում և նոր աշխատում, նաև
մազերր է հավաքում, դա էլ եմ շատ սիրում, խրախուսելի է, խնդրեմ, վերջացրեց, վերջինն էլ հանի, ահա, ցույց է տալիս, թե ինչպիսի գեղեցիկ ստացվեց, սա էլ կեքսիկները մի քիչ խմորից ավելացավ, փոքրիկ կեքսիկներ պատրաստեց, ջուրը դրել է եռալու, հիմա պետք է հալի սպիտակ և կարիճնիվի շոկոլադները, հալում է, որպեսզի լցնի ամանների մեջ և թխվածքաբլիթը դնի վրան, տեսնում եք, ջրի վրա է հալում, ջրի մեջ է դրել, ահա, գթալ լցնում է ֆորմայի մեջ, այսպես հերթով լցնելով գնում ես կարիճնվի, հիմա էլ սպիտակ, ասեմ, որ Գայանե սովորում է համալսարանի 2-րդ կուրսում, քննությունները հանձնել է, շատ լավ բարձր գնահատականներով, որի համար անչափ ուրախ եմ և ինձ լավ եմ զգում, հիմա թխվածքաբլիթները դնում է այս շոկոլադի վրա, խնդրեմ, հերթով կլցնի, քննությունները հանձնելուց հետո, մինչև ամսու 10 փետրվարի տանն է, դրա համար եկա, որ մի քիչ իրար հետ լինենք, ասենք, խոսենք, պատրաստենք և վայելեմ թոռներիս ներկայությունը, խնդրեմ, տեսեք ինչպես ակուրատնի գեղեցիկ պատրաստում է, շատ լավ ստացվում է, լավ կրեմներ է պատրաստում, չեմ գովում, ուղղակի ինչ կա դա եմ ասում, հարգելիներս, խնդրեմ, մինչև վերջ դիտելու համար տեսահոլովակը, սիրելիներս, անչափ գոհ ու շնորհակալ կլինեմ բոլորիցդ, խնդրում եմ կրկին անգամ, տեսեք, ինչքան սիրուն ստացվեց, դա անգամ 2 գույնի էլ է պատրաստել, խնդրում եմ սիրելիներս նորից կրկին անգամ ձեզ բաժանորդագրվեք և լայքեք, ստացվեց շատ համեղ, գեղեցիկ, գունեղ, թխվածքաբլիթներ, խնդրեմ սիրելիներս, թոռնուհիս պատրաստեց, վերջացրեց թխվածքաբլիթը, 2 թոռնուհիներս էլ դպրոցից տուն են եկել, դուրս ենք եկել միասին ման գալու, հարգելիներս, և ցույց տալու, թե որ շենքում եմ 20 տարի առաջ այս շենքում ենք ապրել, այս շենքում այն ժամանակ խաղ հրապարակներ չկար, 4 բոլորը անտառ էր, այդ շենքը 9 հարկանի է, ապրել ենք 7-րդ հարկում, ահա տեսեք, շատ գեղեցիկ շենքեր են կառուցել, այս շենքում էլ ապրում է իմ աղջիկը, հարգելիներս, շատ գեղեցիկ պասյոլիկ է, ամեն ինչ կա, իսկ հիմա սիրելիներս, ձեզ համար սիրով կնվագի իմ Անգելինաս, դպրոցում սովորում է, 8-րդ դասարանում, Դաշնամուրի 6-րդ դասարանում, իր դասն է նվագում, համբարապում է, ամեն ձեզ համար խնդրեցի, որպեսզի նվագի, հարգելիներս, վայելեք, սիրում է Դաշնամուր նվագել, սիրում է դասերը միշտ կազմ ու պատրաստ հաճախել դպրոց, այդ Դաշնամուրի գծով էլ նա կսովորի բարձրագույն, սիրելիներս, ցանկանում եմ ձեզ լավ օր, ուրախ օր, վայելեք ձեր թոռների հետ գեղեցիկ օրեր, թող Աստված օրհնի ձեր տուն ու տեղը, ձեր թոռներին և ձեզ, այսքանով ավարտում եմ այս փոքրիկ գեղեցիկ տեսահոլովակը և սպասում ձեր գրառումներին, մի գեղեցիկ գրառում գրեք, լայք դրեք, սեղմեք զանգակոճակը, բաժանորդագրվեք Նորեկներ ջան, որպեսզի իմ ալիքը տարածվի, ձեր շնորհիվ է, որ ալիքը պետք է տարածվի, վայելեք սիրելիներս, այսքանով ավարտում եմ, ցտեսություն, մինչ նոր տեսահոլովակ։
Բարս իմ աղջիկ։